Հիսուս հարյավի մեռելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Վաղը զատիկն է եւ վաղը հնչելու են նմանատիպ արտահայտություններ, իսկ այսօր արդեն մարդիկ խանութներից գնում են ձուկ, ուլիչ եւ նմանատիպ պարագաներ, ինչը կօգտագործվի զատիկի տոնի համար։ Իսկ մինչև այդ մենք կխոսենք, թե ինչ է իրական զատիկը, նաև ինչ հեթանոսական ծեսեր են մտել այդ քրիստոնեական տոնի մեջ։ 3500 տարի առաջ Մովսեսը դուրս բերեց Աստծո զորությամբ Եգիպտոսից Աստծո ժողովրդին։ Այդ օրը Աստված պատվիրեց, որպեսզի ամեն ընտանիքի հայր գառ կամ ուրմորթի, որի անունը կգսի դռան համապատասխան տեղերին, որովհետև չկար ոչ տաճար, ոչ քահանաներ։ Այդ անգամ թույլ տրվեց, որպեսզի ամեն մարդ կարողանա իր զատիկը անել ինքը իր տանը։ Այս անգամ կնայենք, թե ինչ է զատիկը, երբ է պետք անել, ինչ պարագաներում է պետք անել եւ ինչ է բառի իրական նշանակությունը։ Նրանք մորթեցին գառը, գիշերով փախան եւ հաջորդ օրը կարմիր ծովն անցան։ Այս 3 տոնը մնաց այդպես էլ Աստվածաշնչում զատիկ, բաղարջակերած եւ առաջի պտղի տոներ։ Այս 3 տոները կկատարվեն նաեւ Քրիստոսի կյանքում։ Թվոց 9-րդ գլուխ 13 համար այսպես է ասում. բայց եթե մաքուր եղողը եւ ճանապարհության մեջ չեղող մարդը զատիկ անելը զանցան, այսինքն եթե ինչ որ մեկը ամեն ինչ հնարավոր է, որ ինքը զատիկն անի, բայց չի անում, անուշադրության է մատնում եւ անտեսում, այն անձը ժողովրդի միջից պիտի կորչի, որովհետեւ Եհովայի պատարագն իր որոշված ժամանակին չմատուցեց, այն մարդը իր մեղքը կրե։ Այն մարդը իր մեղքը կրե, կամ ինչպես այստեղ ասում էր, իր ժողովրդից պիտի կորչի, նշանակում էր, եթե մեկը չաներ զատիկը այն օրը, երբ որ պատվիրել էր Աստված, այդ մարդը պիտի մահանար։ Ինչ է կարծում։ Հիմա մենք անում ենք այն օրը, ինչ որ ասել էր Աստված, Նիսանի 14-ին կամ Բաբելոնի գերությունից հետո անվանվեց այդ ամիսը Աբիբ, առաջին ամսի 14-ի։ Տեսնենք։ Հիմա կատարվում է մարտի 22-ից մինչև ապրիլի 26-ը, ցանկացած օր։ Աստված ասել էր 1 օր տեղափոխելու դեպքում մահապատիժ։ Իսկ այստեղ ինչ ենք տեսնում, 35 օր կարող է տեղաշարժվել։ Առաջի խնդիրը այս զատիկում, որ եթե մարդիկ չէին անում այդ օրը, մարդկանց սպանում էին։ Գնացինք շարունակությունը, որտեղից եկավ։ 325 թվականին մի կայսր, որը բավականին խորամանկ էր, որ հասկանում էր, որ քրիստոնյաներին հնարավոր չէ սպանելու, որովհետև արդեն 3 դար համարյա սպանում էին քրիստոնյաներին, բայց չէին կարող վերացնել, նրանք ավելի էին շատանում, եւ այդ Կոստանդին կայսրը բերեց բավականին հեթանոսական ծեսեր եւ հասկացողություններ քրիստոնեության մեջ եւ պարզապես միավորեց այս երկու հասկացողությունը եւ կյանքի վերջում նա կարծես թե մկրտվեց, դարձավ քրիստոնյա, բայց այն էլ ոչ ճշմարիտ մկրտությունով։ Ինչի համար Հռոմում այդ օրերին ասում էին Ադոնիս հարություն առավի մեռելոց եւ ժողովուրդը Հռոմում կրկնում էր օրհնյալ է հարությունը Ադոնիսի։ Կարող է Ասիայում լինել դա Ատիսը, Եգիպտոսում Թամուսը կամ ինչ որ միտեղ։ Նաեւ կխոսենք Աստարոթի մասին։ Որոշվեց, որ գիշերահավասարից, ինչպես հեթանոսներն էին որոշում, գիշերահավասարից հաջորդ լուսնից հետո, այդպես էր եղավ, գիշերահավասարի հաջորդ լիալուսնի, հաջորդ կիրակին ամբողջ քրիստոնեական աշխարհը տոնում է զատիկը։ Առաջի խնդիրը, թե երբ պիտի անեին, հիմա Մովսեսը գա կմահապատժի բոլոր քրիստոնյաներին։ Երկրորդը, որտեղ պիտի անեին։ Առաջի անգամ մենք ասացինք չկա տաճար եւ քահանայություն, հետեւաբար ամեն մարդ արեց տանը։ Տեսնենք դրանից հետո բոլոր դարերում որտեղ են կատարում զատիկը։ Երկրորդ Օրինաց 16:2 զատիկի համար քո Եհովա Աստծու ոչխար ու արչարներ մորթես, այնտեղում որ Եհովան կընտրե իր անունի բնակության համար, դու չես կարող քո Եհովա Աստծու քեզ տված զատիկը
քեզ տրված դռներից մեկում զատիկը մորթես, այլ միայն այնտեղում, որ քո Եհովա Աստվածը կընտրե իր անունի բնակության համար, այնտեղ մորթես զատիկը իր ինքնադեմին։ Այսինքն, դեռ չկար քահանայություն, դեռ չկա տաճար, որոշված չէր տաճարի տեղը։ Եվ Մովսեսը ասեց. «Մեկ անգամ Եգիպտոսում արեցինք, բայց սրանից հետո ամեն անգամ այն տաճարի տեղում, որտեղ Աստված կընտրի»։ Իսրայելի տանիցն ով որ արչարկան ոչխար եւ կամ այդ բանակի մեջ մորթե, որպես զոհ, կամ բանակից դուրս մորթե, կապ չունի ժողովրդի մեջ թե ժողովրդից դուրս մի անտառում, որպես զոհ, եւ չբերե Եհովայի խորանի առաջ Եհովայի զոհ մատուցանելու համար, ժողովքի խորանի դուռը դա արյուն պիտի համարվի այն մարդի համար, նա արյուն է թափել, եւ այն մարդը իր ժողովրդի միջից պիտի կորչի։ Եթե մարդ զոհ էր անում, օրինակ Հայաստանում, Ռուսաստանում, հրյա էր, հրյա չէր, եւ չէր անում քահանայի միջոցով Երուսաղեմյան տաճարում, դա համարում էր մարդասպանություն, որտեղ ցանկացած զոհ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին։ Հիմա հрьяաները զատիկ չեն, ճիշտ է հավաքվում են ընտանիքով, ինչ որ մացա են ուտում, բայց զատիկ որպես զատիկ չեն անում։ Դրա համար էլ հիմա գնում են եւ տաճարի մոտ նրանք լաց են լինում, որովհետեւ սպասում են տաճարին, որ սկսեն անել զատիկը։ 3 տոներ կան մեծ, որը պիտի կատարեր Իսրայել ժողովուրդը Երուսաղեմյան տաճարում, որտեղ միայն այդ տարածքում էր Աստված ֆիզիկապես բնակվում։ Եվ երկրորդը մենք տեսանք, որ այն տարածքը, որ Աստված ասել էր, մի անգամ միայն ձեր տանը, դրանից հետո տաճարում իմ ներկայության մոտ։ Երկրորդն էր մահապատիժ, եթե ինչ-որ մեկը Հայաստանում աներ զատիկ տոնը։ Հաջորդ ինչպես պիտի անեին, լավ, երրորդը տեսնենք, կարելի է մեզ անել թե չէ։ Պիտի մորթեին, գիտենք, գառը խորովեին, դառը խոտերով ուտեին եւ խաղողի հյութով, որովհետեւ դրանից պիտի օգտվեին նաեւ երեխաները։ Այստեղ գրված է, որ գլխից մինչև ոտքեր եւ փորոտիկն էլ պիտի ամբողջությամբ այդ գառի ուտեին։ Իսկապես մենք գիտենք, որ զատիկը դա ոչ թե տոնն է, այլ տոնն է վերցրված գառի զատիկ անունից։ Գառն էր զատիկը։ Դա ինչպես բաղարջակերած տոնը բաղարջից է վերցված, այնպես էլ զատիկը դա հենց գառն է։ Եվ նրանք պիտի այդ զատիկը մորթեին եւ սեղանին պիտի լիներ ինչ որ ասեցինք։ Հիմա, եթե մեկի սեղանին լիներ թթու, քաղցր, ալկոհոլ, պահածո եւ այլ բաներ, որոնց մասին Աստվածաշունչը չի գրում, նրանց պիտի սպանեին։ Հաջորդը մենք տեսնում ենք, որ ինչպես պիտի արվեր զատիկը, այս հարցում էլ քրիստոնյա աշխարհը մեղանչում է եւ չի գնում ինչպես Աստվածաշունչն է ասում։ 3 խանութում տեսա կուլիչներ։ Կուլիչները գիտեք, հաց են երկար, նրանց տակը ծլեցրած ցորեն են լցնում, վրան 2 կամ ավելի ձվեր, որի վրա քսված է սպիտակ կրեմ եւ տարբեր սերմեր են լցրած նրա վրա, որտեղից եկավ այդ կուլիչը եւ արդյոք Աստվածաշունչը ասում է ինչ-որ բան կուլիչի մասին։ Եկեք տեսնենք։ Իսկապես արդեն նայում ես, պատկերացնում ես ինչի խորհրդանիշն է, բայց եկեք կարդանք։ Երեմիա 7:16, ուրեմն դու մի աղոթիր այս ժողովրդի համար։ Սուրբ Հոգուն հայհոյած մարդկանց մասին է Աստվածաշունչում ասում, որ չի կարելի աղոթել։ Եվ նրանց համար աղաղ մի բարձրացրու եւ նրանց համար ինձ մի բարեխոսի, որտեղ ես չեմ լսելու։ Որդիքը փայտ են ժողովում, հայրերը կրակ են վառում, կնիկները խմոր են ունցում, երկնքի թակու համար բլիթներ, այսինքն կեքսեր թխելու։ Շինեն եւ թափելու նվերներ ուրիշ աստվածների, որպիսի ինձ բարկացնեն։ Միթե ինձ են բարկացնում նրանք, ասում է Տերը, չէ որ նրանց, որ ամոթահար անեն իրենց երեսը։ Այսինքն այստեղ երկնքի թակում կամ երկնային այդ աստղին, աստարովթին համար թխում էին հացեր, որը չամիչով էր։ Հեսա կտեսնենք, Ովսե 3:1։ Նրանք դառնում են դեպի ուրիշ աստվածները կամ դեպի ուրիշ աստվածը եւ չամիչով կարկանդակներ են սիրում։ Այն ժամանակ, երբ Աստծո ժողովրդին պատվիրված էր ուտել չոր, անհամ ինչ որտեղ բաղարջ, այդ ժամանակ Իսրայել ժողովուրդը ինչ որ ժամանակ հետո պիտի սեռական հարաբերությունով եւ այլն պոռնկությամբ աներ եւ այս չամիչի հացից
պիտի օգտվեին։ Լավ, տեսանք նաև ինչ է կուլիչը։ Շարունակեցինք։ Եկեք հիշենք։ Երբ պիտի անեին Աստծո նշանակված օրը, որտեղ տաճարում, եթե մի ուրիշ տեղ դու զատիկը տանեիր, դա կկոչվեր մարդասպանություն, որի համար նույնպես մահապատիժ է։ Երրորդը, եթե տանդ լիներ մի քաղցր բան, անգամ մեղր, դրա համար մահապատիժ էր հասնում։ Եվ եթե մարդ աներ զատիկը առանց հասկանալու թե այդ ինչ է անում, նրա համար էլ մահապատիժ կար։ Ինչու էին անում։ Անում էին, որտեղ սպասում էին Հիսուս Քրիստոսին, Մեսիային, որ մի օր կգա եւ ինքը կդառնա այդ զատիկը։ Քրիստոսի կյանքում հենց այդպես էլ եղավ։ Մի օր առաջ նա առանձնացավ, դեռ զատիկը չէր եւ արեց զատիկը։ Նախապատրաստությունից նա վերցրեց միայն գինին եւ բաղարջը եւ որը ասեց այսօրվանից հետո իմ մահը հիշելու համար օգտվեք այս երկուսից, ոչ թե զոհից եւ դառախոտերից, այլ միայն բաղարջից եւ խաղողի հյութից։ Դրանից հետո երեկոյան նրան բռնում են, հաջորդ օրը հետո սպանում են, հետո առաջի պտղի ժամանակ նա հարություն է առնում։ Եվ առաջի Կորինթացիս 5:7-ում այսպես է ասում. դեն գցեքին խմորը, այսինքն դրոժը, որ նոր զանգված լինեք, այսինքն նոր խմոր լինեք, ինչպես որ անխմոր եք, ձեր մեջ չկա այդ մեղքի դրոժը, որովհետև մեր զատիկը մորթվեցավ մեզ համար Քրիստոսը։ Ինչ զատիկը դա Քրիստոսն է, եւ զատիկը մորթվեցավ։ Այսօր զատիկը տգիտությամբ անվանում են հարության օր։ Իրականում զատիկը դա ոչ թե հարության օրն է, այլ Քրիստոսի մահվան օրը։ Ուստի տոն կատարեցեք ոչ թե հին խմորով եւ ոչ թե չարության եւ անզգամության խմորով, այլ մաքրության եւ ճշմարտության խմորով, չխմորվածով։ Այսինքն մենք տեսնում ենք այստեղ մի կարևոր բան. Քրիստոսը իր կյանքով կատարեց զատիկը, գառը մորթվեց եւ այսօր արդեն ասում է կատարեցեք զատիկը հոգեվոր իմաստով։ Շարունակության մեջ արդեն ասացինք, որ այդ տոնը, որ կոչվում է Հիսուս Քրիստոսի հարության տոն, իրականում Աստվածաշնչում Քրիստոսի հարության տոնը դա առաջի պտղի տոնն է։ Իսկ զատիկը ամբողջ Աստվածաշնչով թե հնում, թե նորում միայն մահվան տոն է։ Հետևաբար այստեղ մի մեղք էլ ավելացրեցին։ Զատիկ, եբրայերենում PSK, որովհետև ձայնավորները այն ժամանակ չկային, Պասխա, Պեսակ, Պասեք, տարբեր ձևով է կարդացվում այս բառը, որը նշանակում է վրայով անցնել, բայց ազգեր կան, որտեղ այդպես չէ։ Օրինակ Ուկրաինայում կոչվում է մեծնոր, չգիտեք ինչու մեծնոր, շուտով կիմանանք, հայերենում զատիկ, անգլերենում Easter, ինչի համար։ Ես չեմ բերում ուրիշ ազգերին, բայց այս 3 ազգերում տարբերվում է անունը մնացածներից։ Առաջինը մեծնոր։ Դեռ Ուկրաինայում հազարամյակներ առաջ կար այդ գառնանային տոնը, որը էլի անում էին ձվերով, էլի անում էին կուլիչներով, եւ դա կապ չուներ Քրիստոսի մահվան եւ հարության հետ։ Հայերենում զատիկ բառը, զատիկ, եթե դուք Վիկիպեդիայում կամ ցանկացած բառարանում նայեք, զատիկ նշանակում է գիշերահավասար, երբ գարունը տեղն է վերցնում ձմեռվա, երբ հավասարվում են այդ մարտի 21-22-ին, երբ հավասարվում է ցերեկը եւ գիշերը։ Ինչ? Հազարամյակ առաջ հայերը արդեն զատիկ էին նշում եւ նույն ձևով, եւ դա կապ չունի Քրիստոսի մահվան հետ։ Իրականում ես զարմանում եմ, երբ որ հոգևոր առաջնորդը ինչ որ մի քահանա ասում է. «Ժողովուրդ, իսկապես սա հեթանոսական տոն է։ Եկեք կատարենք այս տոնը»։ Դա գիտեք ինչ է նման։ Մի օր մեկը ձեզ մի բաժակ թույն տա եւ ասի. «Խմիր, սա թույն է»։ Ու դու ասես. «Ինչ արդար մարդ է»։ Նա ինձ արդեն նախազգուշացրել էր, որ դա թույնն է։ Անգլերենում Easter, եթե բառարանում նայում եք ինչու Easter, որովհետև նախկինում այդ տոնը եղել է Easter-ինը, անգլերեն Իշտարինը, Ս-ը, այդ Ս-ը բառը Իշտար, Աստարտա, Իզիդա,
Աստարովթ, տարբեր լեզուներով այդ Աստվածը կամ Աստվածուհին կա։ Ինչի համար։ Ով է Աստարովթը։ Աստարովթը դա դժողքի 3 ամենաբարձր դևերից մեկն է, այդ հեթանոսական գրքի սատանայի, Բեղզեբուղի և երեքը, նրանք միասին ամբողջ դժողքը կառավարում են և ամբողջ երկիրը բաժանված է նրանց մեջ։ Երկրորդը, Աստարովթը դա տղամարդ է, ռազմի աստվածը, որը տալիս է հաղթանակ, և այդ գիշերը, երբ որ հաղթանակ լինում էր, նա դառնում էր էլի կին, պոռնոգության, պտղաբերության աստված։ Հետևաբար մի մեծ կոմպլեքս է Աստարովթ աստվածը։ Եկեք տեսնենք, թե ինչ էր կատարվում Աստարովթի տոնին։ Աստարովթը ընդհանրապես ինքը դուրս է եկել ձվից, Եփրատ գետում դարձել ջուտ, ջտից հետո դարձել նապաստակ։ Դա էլ է բավական հետաքրքիր։ Այդ օրը քուրմերը, հենց քուրմը զոհասեղանի վրա սեռական հարաբերություններ ունենում կույսի հետ ինչ-որ, որպեսզի նրան պտղաբերեր, որովհետև պտղաբերության տոնն էր, և այդ օրը 3 ամսական ինչ-որ մի երեխա էին մորթում, և նրա արյան մեջ թաթախում էին այդ Աստարովթի ձվերը, և կարմիրով էին ներկում։ Ահա և տեսանք, որտեղից եկավ ձուն, որովհետև Աստվածաշնչում ընդհանրապես ձու հասկացողություն չկա։ Ինչ է նշանակում ձվախաղ։ Ձվախաղը լինում է 2 տեսակի, որը մինչև մեզ հասել է և մինչև հիմա Զատիկի օրերին անում են։ Առաջինը թաքցնել ձուն, հողի մեջ թաքցնել ձուն, և Ուկրաինայում այսպես էին ասում, թաքցնեմ, որ այդ օրը հղիանամ։ Կա նաև թաքցնել խոտերի մեջ։ Մարդիկ որոնում էին և գտնում էին ձվեր խոտերի մեջ, որոնում և գտնում էին բազմության մեջ իրենց հակառակորդ անձնավորությանը, ում հետ պիտի անցկացնեին այդ տոնը։ Սեռական հարաբերությունով լի մի տոն էր, ներկած ձուն ընդհանրապես, հիմա էլ կա բուդդիստների մոտ, կա մուսուլմանների մոտ, կա շատ հեթանոսական ուղղությունների մոտ, և ձուն դա քրիստոնեական չէ, ինչ գեղեցիկ ստերել, որ ասեն մարդիկ։ Ձուն միշտ եղել է կանանց մոտ արգանդի խորհրդանիշ, որտեղ կյանք է սկսում, և տղամարդկանց դեպքում երևի դա պարզ է։ Ինչու համար Ամերիկայում Զատիկը նշում են նապաստակով, աստվածաշնչյան պիղծ կենդանիով, որովհետև Աստարովթը երբ դուրս եկավ ձվից, դարձավ ջուտ և հետո դարձավ նապաստակ։ Իսկ նապաստակը ցանկացած բառարանով դուք կտեսնեք սեռական ակտիվության խորհրդանիշ։ Իսկ ձվախաղի ժամանակ ում ձուն ավելի ամուր էր, նա էլ ամենաամուրն էր սեռական հարաբերությամբ, և նրա էներգիան ավելի շատ էր, քան մյուսներինը։ Իմ ծանոթին հարցրեցին, դու չես Զատիկ չես անում, ձու չես ներկում։ Եվ այդ կինը ասեց, ինչ կապ ունի Զատիկը ձվի հետ։ Ճիշտ է, ասեց միամիտ, բայց ճիշտն ասեց։ Ինչ կապ ունի աստվածաշնչյան Քրիստոսին խորհրդանշող Զատիկը ինչ որ ձվերի հետ։ Հիսուս Քրիստոսը այդ օրը, ինչպես ասեցինք, նա դարձրեց ընթրիքի օր։ Առաջի Կորինթացիս 11:26-ում այսպես է ասում, որովհետև քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, հիշում եք այն սեղանից նա մենակ վերցրեց 2 պարագա, Տիրոջ մահը պատմեցեք, այդ օրը Տիրոջ մահի օրն է և ոչ թե հարության օր։ Դա ևս մի աստվածաշնչյան սխալ և տգիտություն, երբ որ համարում են Զատիկը հարության օր։ Մինչև որ նա գա, ուրեմն ով որ այս հացն ուտե, կամ այս Տիրոջ բաժակը խմե անարժանությամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին և արյունին, ինչպես 5 տակարանում Տիրոջ մարմնի խորհրդանշող զոհին վատ վերաբերվելիս մահապատիժ է, այդպես էլ այստեղ պարտական կլինի Հիսուս Քրիստոսի մարմնին և արյունին, ոչ թե ինչ-որ սովորական արյուն թափել էր։ Ուրեմն թող մարդ փորձե իր անձը և ապա այն հացից ուտե և այն բաժակից, որովհետև անարժանությամբ ուտողը
եւ խմողը իր անձի համար դատապարտություն է ուտում եւ խմում, որ չի որոշում Տիրոջ մարմինը, այսինքն չի որոշակիացնում, չի հասկանում միջև ինչ է Տիրոջ մարմինը։ Այսօր եթե մեկը զատիկ է անում կամ Տիրոջ ընթրիք եւ չի հասկանում ով է Քրիստոս, այսօր մարդիկ անվանում են քրիստոնյա եւ հարցնում ես ինչ է Քրիստոս անունը նշանակում։ Ձեր կարծիքով պատասխանը ինչու՞մ է թե չէ։ Նրա համար էլ ձեր մեջ շատ հիվանդներ, ցավագարներ եւ շատ ննջածներ կան։ Շատերին Տերը ցավով է զարկել, իսկ շատերին մահով, որովհետև մատերիարանքով են նայում զատիկին եւ համարում են պարզապես քեֆի օր եւ ազատ օր, որը չեն օգտագործում իրենց գործերի համար։ Որովհետև եթե մեր անձերը դատենք, չենք դատապարտվի։ Այսօր մեր անձերը դատելու օրն է։ Քրիստոսի ինչ կասեր Պետրոս Առաքյալը։ Ինչ կասեր Պետրոս Առաքյալը այսօրվա քրիստոնյաներին։ 4:3 Բավական է մեզ, որ մեր կյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք, որ վարվում էին գիճությունով, ցանկություններով, գինեմոլությունով, անառակությունով, արփեցողությունով կամ անօրեն կռապաշտությունով։ Բավական է մարդիկ հեթանոսության մեջ խարխափեն։ Աստված է զարմանալի լույսը, ինչպես ասում է Պետրոսը։ Մենք պիտի դա դավանենք, մենք պիտի դրա մասին ասենք։ Բավական է կատարենք հեթանոսների կամքը։ 1:18 Գիտենալով, որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցաք ձեր հայրենավանդ ունայն վարմունքից, այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես մի անբիծ եւ անարատ գառի։ Մեր հայերից ավանդված այդ ունայն փուչ ամեն ինչից Քրիստոսը մեզ ազատել է։ Նա իրական զատիկը եւ ոչ թե այդ բոլոր ունայնությունները։ Մեր զատիկը Քրիստոսն է, Պողոս Առաքյալը ասում էր։ Այն գառը, որը մորթվում էր։ Իդեպ այսօր մարդիկ չեն կարող զատիկ անել։ Չկան քահանաներ, չկան տաճար, չկա արյուն թափելու կարիք։ Որովհետև եթե հիմա էլ մեկը արյուն թափեց, եթե հիմա էլ մեկը մատաղարեց, դա կնշանակի, որ նա չընդունեց Քրիստոսի արյունը։ Մարկոս 7-րդ գլխում Քրիստոս այսպես է ասում. Զուր տեղն են պաշտում ինձ, սովորեցնելով այնպիսի վարդապետություններ, որ մարդկանց պատվերներ են։ Իսկապես այդ ձուն եւ այլն դա Աստված չի ասել։ Որովհետև Աստծո պատվիրանքը թողած պահում է մարդկանց ավանդությունները։ Լավ է կանարգում Աստծո պատվիրանքը։ Պողոս Առաքյալը ասում է շատ լավ է կանարգում։ Հիսուսը, որ ձեր ավանդությունը պինդ պահեք։ Եթե մարդկանց ապացուցես, որ զատիկ այսօրվա դա վտանգավոր բան է եւ դա հեթանոսական է, ինչ է կարծում։ Հիմա իմ ասածներից հետո շատերի մոտ տեսակետը կփոխվի, երբեք։ Հիսուսը ասում է, ես Աստծո կամքն եմ ասում ձեզ, իսկ դուք պինդ եք բռնել ձեր հայրերի ավանդությունները։ Մեր համար կարևոր չէ հոգևոր հարցերում նայել, թե ինչ է ասում հարևանս, ինչ է ասում հոգևորակը, ինչ է ասում մորքուրիս տղան։ Մեր համար կարևոր է ինչ կաներ Քրիստոսը։ Արդյոք Քրիստոսը ձու էր ներկում։ Արդյոք Քրիստոսը կուլիչ էր պատրաստում զատիկին։ Նա նշեց 3 զատիկ եւ վերջինի փոխարեն արեց ընթրիք։ Եթե Աստված այսօր ինչ որ բան հայտնեց ձեզ իմ ասացի մեջ, եթե դա կպավ ձեզ սրտից, խնդրում եմ, տարածեք։ Մարդ պիտի իմանա ճշմարիտ զատիկին։ Մեր զատիկը Քրիստոսն է, մորթված մեր մեղքերի համար։